Ժորժ ջան, շատ կարևոր է հավատացյալի համար հավատքը։ Հավատացյալի համար հավատքը շատ կարևոր է։ Որովհետև հավատքն է մարդուն փրկում։ Ինչից է փրկում։ Մեղքից, կախվածությունից ու նաև փրկում է ապագա դատաստանից։ Հավիտենական կյանք ենք ժառանգում։ Հավատքը շատ կարևոր է, հավատքը։ Իհարկե, մենք բոլորս, ստե որ եկել ենք, ոնց կարող ենք չհավատանք։ Մենք հավատում ենք բոլորս, բայց հավատքի տարբեր բաներ կա։ Իհարկե, այսօր ես չեմ մանրանա հավատքի ինչ տեսակներ կա, բայց մի թեթև կուզեմ դրա մասին ասեմ, որ շատ մարդիկ են հավատում, բայց եթե հավատքը, Աստծո հավատքը, այսինքն ճիշտ հավատքը, եթե չի բերում ծառայության, պաշտամունքի, ուրեմն հենց այդ հավատքը կամ հում է, կամ սխալ է։ Հավատքը պետք է բերի ճիշտ տեղ։ Հավատքը շատ հզոր շարժիչ է, շատ հզոր։ Եթե իրոք մարդը հավատում է սրտում, գործեր անում, ու այդ արդյունքներ կա, ու դա տեսանելի է լինում։ Ուրեմն Ղուկաս 17 առաջի խոսքից Հիսուսը ասեց իր աշակերտներին։ Աշակերտներ ասելով նկատի ունենք մարդկանց, տարբեր մարդկանց, ովքեր որ հավատացին ու սկսեցին Հիսուսի հետևից քայլել, դառնալ Հիսուսի աշակերտ։ Ոնց որ ես ու դու ենք, ես ու դու, նույն ձև։ Հիսուսն ասեց իր աշակերտներին. անկարելի է որ գայթակղություններ չգան, բայց վայ նրան ում միջոցով կգան։ Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկնակար կախվի կամ էշիկար, տարբեր թարգմանություններում ոնց է քո Աստվածաշնչում, հա, ջաղացի այդ, այսինքն էշը որ տանում է, ջաղացը պտտում է ու այդ քարը, ծանր քար, իհարկե որ աղում է, երկնակար կախվի եւ ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի։ Ինչն է խնդիրը, երբ որ ես հավատում եմ, ինչն է հիմնականում իմ վրա ազդում։ Գայթակղությունները։ Գայթակղումը։ Նիդերլանդերեն verleden, որ ջահելներն էլ հասկանան։ Լավ կլինի հետո միգուցե քիչ անցնենք նիդերլանդերեն թարգմանության, բայց ամեն դեպքում կտեսնենք։ Verleden, այսինքն բաներ կա, որ քեզ գայթակղում է։ Դու ուզում ես, դու անում ես բաներ, որ պետք չի քեզ, որ քո հավատքը ջարդում է։ Բայց վայ նրան ու միջոցով է դա լինում։ Բայց հիմնականում, որ մենք գայթակղվում ենք, մենք չենք գայթակղվում մեզանից 1000 կիլոմետր ես իմ ինչ-որ բանից։ Հնարավոր է մի հատ նորությունով դեպք ենք լսում, մենք էլ ենք ջղայնանում, գայթակղվում, տարբեր բաներ կարող լինի կամ հիասթափվում, բայց հիմնականում կողի մարդկանցից ենք մենք գայթակղվում, կողի իրավիճակից, չգիտեմ, պետությունից, գործից եւ այլն։ Ու ամենակարևորը ինտերնետ, ամենակարևորը, այսօր բոլորս, եթե հին ձայնագրությունները լսեք, մի 10-15 տարվա, հիմնականում մենք ասում ենք, որ երիտասարդությունը ինտերնետի մեջ է, բայց այսօր մենք բոլորս ենք ինտերնետի մեջ, եթե մի 10-15 տարի առաջ Facebook-ը համարվում էր մեր համար մի հատ հեռու բան, այսօր ջահելները Facebook-ում չկան։ Facebook-ը համարվում է մեծերի տեղ, դա իր ջահելների տեղ չի արդեն։ Արագ է զարգանում, շատ արագ է գնում։ Մենք այսօր ինտերնետով կարանք այնքան բան տենանք, այնքան բանից հիասթափվենք, նույնիսկ հոգևոր բանից, ասենք եկեղեցիներից, որ սխալ ինչ-որ բաներ են անում, մենք այսինքն գայթակղություններ կա։ Ջահելների համար իրանց գայթակղությունը, մեծահասակների համար իրանց գայթակղությունը եւ այլն։ Բայց Աստծով մենք կարանք մեր հավատքը պահենք, ժողովուրդ ջան։ Ամեն։ Աստծով մենք կարանք մեր հավատքը ոչ միայն պահենք, այլ առաջ գնանք, այլ ապագայի բաներ լուծենք, որտեվ հավատքը կապված է ապագայի հետ։ Ապագայում բաներ կա, որ մենք վստահ ենք, որ այդ ձև է լինելու։ Դա հավատքի քայլ է, դա հավատք է։ Հավատքը կապ չունի անցյալի հետ։ Անցավ, գնաց էդի։ Ներկայի հետ կապ ունի եւ ապագայի, բայց ավելի շատ ապագայի հետ։ Դրա համար մեզ պետք է պահենք մեր հավատքը։
Հավատք ամեն մեկից մոտ տարբեր հասկացողություն կարա լինի։ Կամ ճիշտ հասկացողություն լինի, ճիշտ հավատք լինի, բայց մենք կարանք խառնենք դրան որոշակի բաներ, որը որ պետք չի ընդհանրապես խառնել։ Հավատքը պետք է հիմնված լինի զուտ Աստծո խոսքի հիման վրա։ Աստծո հավատքը դա, երբ որ դու հավատում ես ըստ Աստծո խոսքի, այն էլ ճիշտ մեկնաբանված, այն էլ ճիշտ բալանսավորած կամ հավասարակշռված, ոչ թե ինչ-որ միտեղ կոնտեքստից անես, ես հավատում եմ դրան, հետո Աստծո խոսքից է եւ այլն եւ այլն։ Բայց իհարկե կա նաեւ սնա հավատություն, այսինքն բաներ, որ դրա մասին կորտրիկում շատ ասվել, դրա մասին վերջը սնա հավատություն, այսինքն հավատում է մարդը, բայց ճիշտ Աստծո խոսքի հիման վրա չի։ Այդ ձև բան չկա Աստվածաշնչում գրած։ Իմիջիայլոց նույնը մեղքին է վերաբերվում։ Մարդը կարա զղջում ապրի, իրան համար ինքը մեղք է գործել, բայց դա Աստվածաշնչյան մեղք չի։ Այսինքն մենք պետք է այս ամեն ինչը տարանջատենք, մենք պետք է Աստվածը իրար հետ, Աստվածաշունչ կարդալով, իրար հետ Աստծո հետ փոխ հարաբերություն ունենալով, մենք ոչ միայն հավատք ունենանք, այլ ավելի զորանանք հավատքի մեջ, որ ուրիշին կարանանք ամրապնդենք, ամրացնենք, ուրիշին կարանանք օգնենք, թևութիկունք լինենք։ Ամեն։ Հինգերորդ խոսքը։ Մենք Ղուկաս 17-ում ենք, ուրիշ ոչ մի տեղ չենք կարդալու։ Առաքյալները Տիրոջը ասեցին. ավելացրու մեր հավատքը։ Դուք պատկերացնում եք, հրեաները ծնված օրվանից հիմնականում ժողովարաններում, սինագոգներում են լինում, որը թարգմանվում է ժողովարան։ Այսինքն ժողովելու տեղ, ոնց որ այսօրվա մեր եկեղեցական շենքերը, փոքր տարիքից իրանք հավատքի մեջ մեծացած սերունդ են, հավատքը իրենց համար Յահվե Աստծուն պաշտելը իրենց համար ընտանիքներում, կենցաղում, կուլտուրայում, իհարկե նաև սխալ պահերով, սխալ բաներ կա, իհարկե, միշտ։ Ասենք, մենք նոր կտականում կարդում ենք, որ բաներ կար իրանք առ էին համարում կամ չէին անում, ինչ որ Աստված էր ասել։ Բայց ամեն դեպքում հավատքը այդքան հեռու չէր իրանցից։ Բայց աշակերտները, երբ որ Հիսուսը սկսեց քարոզել, աշակերտները հասկացան, որ իրանք կարիք ունեն հավատքը շատացնելու։ Ինչից հետո իրանք սկսեցին հավատքի մասին խոսալ։ Գայթակղությունները, մեկ էլ ես չկարդացի, ստեղ խոսում է իրար ներելը։ Ընդհանրապես ներելը, ներողամիտ լինելը, ազատ ապրելը։ Մենք գիտենք, երբ որ դու մեկին չես ներում, դու բռնված ես։ Մարդը բռնված է, բայց մարդը կարա նաև ազատ ապրի։ Պարզ աչքերով մարդկանց դեմքին նայի։ Պարզ։ Բայց մարդը, երբ որ բռնված է, նախ նա չի կարում իր աչքերը թաքցնում է կամ ջղայնանում է։ Բայց աշակերտները հասկացան, որ այդ ձև չի կարելի ապրել։ Հիշում եք Մատթեոսի ավետարանում Պետրոսը Հիսուսին հարցնում է, Մատթեոս 18-ն կարծեմ։ Պետրոսը Հիսուսին հարցնում է, ասում է, լավ, ինչքան ես ներեմ։ Եթե 7 անգամ իմ ինչ-որ մեկը դրացին կամ եղբայրը կամ հարազատը 7 անգամ գա կամ եղբայրը քույրը 7 անգամ գա ներողություն խնդրի, ես ներեմ, ասում է իհարկե դու պետք է ներես։ Ոչ թե 7 անգամ, այլ ավելի, 7 անգամ 70, շատ ավելի անգամ դու պետք է ներես։ Աշակերտները, երբ որ այս թեմաները լսեցին, հասկացան, որ իրանք կարիք ունեն, աշակերտները, այսինքն մարդիկ, ովքեր հավատացին, Հիսուսի հետևից գնացին, կարիք ունեին, որ իրանց հավատքը ավելացվի։ Դրա համար, երբ որ ես հավատքից եմ խոսում, միգուցե դու քո մեջ ասիր դե հավատում ենք, որ եկել ենք ստեղ, ոնց չի որ չենք հավատում։ Բայց մի շտապի։ Ոչ էլ կասկածի, իհարկե, ոչ էլ պետք է կասկածել։ Ես միգուցե չեմ հավատում, ես միգուցե փրկված չեմ, ես միգուցե սիրված չեմ, միգուցե Աստված ինձ թողել է։ Սենց մտքերը տեղ մի տուր քո կյանքում։ Աստված քո հետ է։ Աստված քեզ առաջնորդելու է, ուղղակի դու էլ
մի որոշակի քայլեր արա։ Եթե տենում ես հավատքի կամ ամրապնդման կամ ավելացման կարիք ունես, աղոթի Աստծուն։ Եվ ինչ պատասխանեց Հիսուսը։ Շատ հետաքրքիր է։ Ընդհանրապես Հիսուսի կյանքը, եթե ուսումնասիրում ենք, ու լավա որ ուսումնասիրենք, շատ հետաքրքիր է Հիսուսը հարց են տալի, ինքը չի պատասխանում այդ հարցին։ Եթե մենք ուշադիր լինենք, առաքյալները Տիրոջը ասեցին, ավելացրու մեր հավատքը, Տերն ասեց։ Այն ինչ որ Տերն ասեց, եթե կարդաք, որևէ բան չի ասում իրանց։ Որևէ բան։ Պատմություն, օրինակ ասում է, կարդանք, եկեք կարդանք։ Տերն ասեց, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, այսինքն ուզում ասի դուք ընդհանրապես հավատ չունեք։ Մանանեխի հատիկ ամենափոքր սերմն է, շատ փոքր է։ Օգտագործվող սերմերից իհարկե, այսինքն ուտվող, օգտագործվող, ոչ թե աշխարհում ամենա։ Ասում է հատիկի չափ հավատք ունենաք եւ այս թթենուն ասեք փոքվիր եւ ծովի մեջ տնկվիր, նա ձեզ կհնազանդվի։ Ու հետո շարունակում է խոնարհաբար ինչպես կարելի է ծառայել։ Այսինքն ես պատկերացնում եմ, ես եթե աշակերտների տեղն լինեի, կասեի, ասենք իրար կնայինք, ասենք, բայց ինչ։ Համի ինչ։ Ասենք խնդրեցինք Հիսուսին, որ մեր հավատքը ավելացնի, բայց նա բան պատմեց, երկրորդը պատմեց, ոնց որ թե ոչ մի բան, ոնց որ թե չպատասխանեց, բայց Հիսուսը մարդկանց թե պրակտիկապես, թե հոգեպես վարժեցնում էր հավատքի մարդ լինելու։ Մենք հետո այդ որտից գիտենք։ Հիսուսի երբ որ ինքը խաչվեց, հարություն առավ, համբարձվեց, հետո Սուրբ Հոգով լցվեցին, ինչ տեսանք։ Ամբողջ աշխարհը տակնու վրա տվեցին այդ մի 12 հոգին, հələ 12 էլ չէին։ Հետո 12 եղավ ամբողջ աշխարհը։ Այսինքն շատ հաճախ մենք միանգամից ուզում ենք ինչ-որ բաներ լինի։ Ասենք հենց այս պայն անես, մի հատ հեսա անես հավատք ունենամ, անես մի հատ գործեր անեմ։ Բայց մի շտապիր։ Համ վստահ մի եղի քեզանում, համ էլ շատ մի կասկածիր։ Հետևիր Հիսուսին։ Աղոթի, բացի քո կարիքները Աստծուն։ Բայց իմացի, հավատքը ամենակարևորն է, որ դու պետքա ունենաս։ Ու տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր ծառայության ժամանակ իր աշակերտներին այն ձև սովորացրեց, ոչ ստանդարտ ձևով սովորացրեց։ Մենք ամեն մեկս մենք ուրիշ ձև։ Օրինակ ինձ երբ որ հարց են տալ, ես ուզում եմ միանգամից պատասխանեմ։ Բայց ես որ շատ է եղել, երբ որ ես պատասխանում եմ, ես վստահ եմ մարդը չհասկացավ։ Բայց ես ճիշտ պատասխանեցի, բայց մարդը չհասկացավ։ Հիմա հաճախ ես մտածում եմ, ի՞նչն է ճիշտ։ Միանգամից պատասխանելը, թե քիչ ժամանակ տրամադրվի, որ մարդը ինքը իրան հասկանա որոշ բաներ, ինքը իրան ունենա։ Իհարկե, հավատքը Աստծո խոսք լսելուց է, Աստծո հետ փոխհարաբերություն ունենալուց է։ Էդին էս բան չի, որ իմ գրպանում կա, եթե մեկ ուզում է հանում եմ, կիսվում եմ, ասում եմ, առ, ես հավատնել իմ կամ սիրտս բացում եմ, ասում ես կեսն էլ քեզ եմ տալի։ Հավատքն էս բանն է, որ մարդը պետքա Աստծո հետ փոխհարաբերությունից ունենա։ Ամեն, տես չի։ Չես կարա դա տաս, դրա համար Հիսուսը միանգամից չի պատասխանում, որտեվ ասենք ասի դուք ունեք, դուք վստահ եղեք։ Դրա համար հարազատներ ջան, սիրելիներ, Աստծո ժողովուրդ աղոթելու ենք, որ միշտ մենք հավատքով լինենք, եթե գայթակղություն ա լինում, եթե ասենք պահեր ա լինում, որ դու զգում ես, որ դու սխալ արեցիր, մեղք գործեցիր, սխալ բաներ արեցիր, աշխատի հավատքդ գործածես, աշխատի հավատքդ գործածես։ Հավատքը մենակ եկեղեցու գալու համար չի։ Հավատքը ապագայի հետ կապված բան է։ Այսինքն, եթե մի հատ մեղք կամ մի քանի մեղքեր քեզ այն վիզը ոնց է հայերեն։ Կանչ, բայց ինչ մարտահրավեր է նետում քեզ կամ կանչում է քեզ, այսինքն դու զգում ես, որ մի հատ բան կա քեզ, դու չես կարող դրանից ազատվես։
Հավատքդ գործածիր։ Վստահի Տիրոջը ու ասա Տերով ես կհաղթեմ սրան։ Ու իրականում հաղթում է մարդ։ Եթե հավատքով է մարդ հաղթում է։ Դրա համար գործածի քո հավատքը։ Մի մտածի, որ դու ուղղակի հավատացյալ ես, այդ է հավատքը։ Ոչ, հավատքը շատ գործող բան է։ Հավատքը Հիսուսը ինչ է ասում։ Սարեր, ծառեր, այսի փոխաբերական իմաստով է իհարկե, բայց կյանքեր ու իրադրություններ ու պատմություններ է փոխում հավատքը։ Հաստատ իմացի, որ դու քո հավատքը առ Աստված պատմություն է սարքելու այս երկրում։ Նոր, լավ պատմություններ է լինելու այս քաղաքում, քո ընտանիքում, այս երկրում։ Ամեն, ամեն, ժողովուրդ ջան։ Եկեք միասին աղոթենք։ Կարելի է, հա։ Այնքան կուզենայի ստեղ հավաքվենք, իրար ձեր բռնենք, աղոթենք, բայց չգիտեմ։ Միգուցե հնարավոր է իրար ձեր բռնենք։ Եթե հնարավոր է։ Խնդրենք Սուրբ Հոգուն, որ լցի մեզ, ուղղակի օրհնի ու լցի մեզ։ Տեր ջան, շնորհակալ ենք։ Սուրբ Հոգի խնդրում ենք։ Օրհնի քո ժողովուրդը, Տեր ջան, օրհնի ամեն մեկին, իմ Աստված։ Դու գիտես ամեն մեկի կյանքը, Տեր իմ Աստված։ Մարտահրավերները գիտես ու գայթակղությունները գիտես, Տեր ջան։ Ամրապնդի հավատքը, Տեր ջան, ամեն մեկի, Տեր իմ Աստված։ Թող վստահությունը գա դեպի քեզ, Տեր ջան։ Թող վստահություն լինի, Տեր ջան, որ ես կհաղթեմ, ես կկարողանամ ծառայել Տիրոջը, ես կկարողանամ լինեմ սյուն եկեղեցի մեջ։ Օրհնի իմ Աստված։ Տեր ջան, դու ներող Աստված ես ու շանս տվող Աստված ես։ Օրհնի ամեն մեկին, Տեր ջան։ Մանավանդ ես աղոթում եմ, Տեր ջան, այն մեր քույր եղբայրների համար, որ այս դադարի ժամանակ կորթեքի եկեղեցու չեն մասնակցել։ Օրհնի իմ Աստված։ Առաջնորդի իմ Տեր։ Թող ամեն մեկը կարողանա փառավորի քո սուրբ անունը, Տեր ջան։ Շնորհակալ ենք քեզ, Տեր ջան։ Շնորհակալ ենք այսօրվա համար, այս աղոթքի համար, ու մենք հավատում ենք, որ մենք լցվում ենք քեզանով, Տեր ջան։ Մենք քո առաջնորդությունն ունենք, Տեր ջան։ Շնորհակալ ենք, Տեր իմ Աստված։ Ամբողջ փառք ու պատիվը թող քեզ գա, Տեր ջան։ Դու ու միայն դու ես արժանի ամբողջ փառքին ու պատվին Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։